Դա պետք է այլ մարմինների հարց։ Երևանում է լինելու հանդիպումը։ Դուք ասացիք, որ որոշ ժամանակ անց տեղի կունենա մի իրադարձություն։ Կասենք հետո։ Սահմանների բացման մասին կա։ Գյումրի կա երկար գծի վերագործարկման մասին։ Իսկ սահմանների բացման մասով քննարկումներ շարունակվում։ Այո։ Ով։ Ով է ասում։ Որ մամուլը։ Ով։ Հա։ Դե մամուլին որ տեսնեք, կասեք, որ հիստերիայի մեջ ինքն է։ Բայց ամեն դեպքում ստացնում ձեզ մեր ձևով շարժումը, որ այդքան մեծ թվով մարդիկ են հավաքում։ Ինչու պետքա ինձ անհանգստացնի, մի վայրկյան էլի, ախր ինչու ինձ պիտի անհանգստացնի ինչ որ մեկի հանրահավաք։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են անել հանրահավաք եւ ի տարբերություն այլ տարիների այդ հանրահավաքի ժամանակ օրինակ դիմավորված ուժայինները չեն գալիս, ծեծում եւ սպանում այդ հանրահավաք անողներին։ Բայց մարդկանց թիվը չի անհանգստացնում։ Ինչ 7500 թիվը ոչ չի անհանգստացնում։ Դե հիմա ես հակված եմ հավատալ ավելի բան, ինչ ասեմ, հարգված կազմակերպություններ, բայց ասեմ ձեզ, նույնիսկ եթե 30000 լինի, չի անհանգստացնում։ Մեր երկրում իշխանությունը ձևավորում է ընտրությունների միջոցով, ժողովուրդը 2026 թվականին ում կուզի կընտրի։ Չեք անհանգստանում, որ սիրո եւ համերաշխության կոչերով եկած իշխանությունը պաշտոնավարումից 7 տարի անց 30000 հոգի եւ ավելի։ Բայց ինչի 7 տարի անց, 5 տարի առաջ էր, 5 տարի անց էր 30000։ Ես էլ եմ այդ ասում եմ, ինչի 7 տարի անց, 5 տարի անց էլ 5 չէ նույնիսկ ներողություն։ 2 տարի անց էլ, 3 տարի անց էլ էր 30000 հոգի պահանջում իշխանապողություն 2021 թվականի հունիսին ընտրություններից անմիջապես առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ աջակիցները հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք են արել, որին մասնակցել է կրկին ըստ իմ շատ հարգած արժանահավատ աղբյուրների մասնակցել է 30000 մարդ, որից ընդամենը օրեր անց մենք հաղթել ենք ընտրությունները։ Ինչ խնդիր։ Իսկ ինչու եք խախտում իմ ամեղության կանխավարկածը։ Դուք պնդում եք, որ ես ինչու եք մեր ամեղության ինչու եք մեր իշխանությունը չի կարող իշխանությունը չի կարող որևէ մեկին կալանավորել, կարող են համապատասխան իրավապահ մարմինները դատարանի վճռով եւ հետեւաբար խնդրում եմ ձեզ չխախտել իշխանությունների խնդրում եմ չխախտել Նիկոլ Փաշինյանի ամեղության կանխավարկածը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրահանգներ տալ դատական իշխանության։ Ինքը նաեւ ասել է, որ ինքը չի տալիս հրահանգներ։ Նույն հարցը մի ուրիշ կերպ տամ, ես շատ ըստեյության պատասխանեցի։ Արժեհամակարգի կրողը չեմ, բայց ինքնությունը որոշ առումով ինչով է ճիշտ, որ այնուամենայնիվ դուք են իշխանությունը պետք է լինեք, որ ամեղության կանխավարկածը չխախտեք, մինչև դատավճիռ չլինի, այդ բոլորը շոուն ինչու եք խախտում մեր ամեղության կանխավարկածը, ինչ նշանակում շոու, ինչու եք իրավապահ մարմինների ամեղության կանխավարկածը խախտում։ Իրավապահ մարմինները շոու չեն անում, իրանք իրենց աշխատանքն են կատարում։ Ես ձեզ կոչ եմ անում, քանի դեռ դատարանի վճիռ չկա, իրավապահ մարմինների աշխատանքը չանվանել շոու, Նիկոլ Փաշինյան չմեղադրել շոու չի եղել, ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ես չգիտեմ, դրոնն է գաղտնալսել թե չէ։ Ես նախ չգիտեմ դրոն եղելա թե չէ։ Երկրորդը ձեր հարցը ինձ չի ուղղված, այլ իրավապահ մարմիններին է ուղղված։ Երրորդն դուք գնացեք դուք այդ հարցը տվեք Ռոբերտ Քոչարյանին, ասեք Ռոբերտ Քոչարյան, այդ որ պապլավոկից դուս եկա, կարող եք ձեր թիկնապային ձեր հետ տանենք, որ մարդուն անդազանջ անի, մի վիճեք իմ հետ, կգնաք Ռոբերտ Քոչարյանին կհարցնեք, գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք պարոն Քոչարյան, ձեր թիկնապային, կասեք շեֆ, ձեր թիկնապային, ինչի ձերը չտարակ, որ անդազանջ անի այդ մարդուն ու դաշնակցականին չսպանի։ Եթե այլ հարցեր չկան, ես գնացի։ Կան այլ հարցեր կան։ Այո։
կարող է դիմադրություն առաջացնել ընդդիմադիր ընտրականվածի մոտ եւ կոնսոլիդացնել։ Ես խորապես վստահ եմ, որ մեր հանրապետությունում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում մեկ Հայաստանի քաղաքացի, որը հանուն կաշառակերության աջակից։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Ամեն դեպքում անմեղության կախավարկածը ոչ Մի խանգարեք ձեր գործընկերոջը, հարց է տալիս։ Բայց Էմմա Խնդրեմ, Պալյանը խնդրեմ։ Ինչ եք խոսում։ Ձեր գործընկեր Էմմա Պալյանը ամուսնու հետ կապված եւ հաստատություններով ապացուցված է, որ իրենց տան բնակարանը ինչ-որ ապօրինի կերպով առաջ են տվել եւ այլն, սա կաշառակերության դեպք չի, հովանավորչության դեպք չի, թե դուք դա ես ձեր հարցի թեմայից տեղյակ չեմ, խոստանում եմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ ելի ձեր խոսքերի մեջ ամեղության կախավարկածի խախտում կա։ Ամեն դեպքում չխախտելով ձեր Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Անմեղության ԿՊ-ի եւ իրավապահ համակարգի անմեղության կախավարկածը չխախտելով ամեն դեպքում, եթե մեր ձևով շարժումը որևէ այսպես անհանգստություններ չէր առաջացնում, ինչու մեկ բառի համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց եւ անընդհատ նրա կալանքը երկարաձգվում է։ Ինչ հանցակազմ կար մեր ձևով բառի մեջ։ Բայց ով ասաց, որ տեսեք, համ ասում եք անմեղության կախավարկածը չխախտելով, համ ասում եք մեկ բառի համար ձերբակալվեց։ Եթե դուք պնդում եք անում, որ մեկ բառի համար է ձերբակալվել, նշանակում է դուք պնդում եք առնում, որ անմեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա անմեղության կանխավարկածի խախտում է։ Երկրորդը, մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանության բռնի ոնց էր որ հոդվածով էր իշխանության բռնի իշխանազավթման հոդվածով, որովհետև համապատասխան, որովհետև իրավապահ մարմինները եւ դատարանը համարել է, որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրականն է։ Բայց փաստական հիմքեր չի ներկայացվել, միայն մեր ձևով արտահայտություն է։ Դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի իվարկյան, դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի գնահատականն է։ Դուք ձեր բոլոր լրատվամիջոցներով կարող եք գնահատել, որ Վարդանիկը սուրբ է, Ռոբերտ Քոչյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է, եւ դուք դրա իրավունքը ունեք, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Պարոն Ռուբինյան, եթե ես չեմ սխալում, օրենսդիր մարմնի անդադ նույն մարդիկ եք հարց տալիս, ես առաջարկում եմ Tribune AM-ին։ Հա, ոչինչ, ես ներողություն շարունակեմ հարցը։ Սա ջեպազրույց է։ Եթե չեմ սխալվում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը բացի պատգամավորական գործունեությամբ, այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, եթե դա գիտական աշխատանք չի եւ հասարակական։ Հիմա դուք եւ Վահագն Ալեքսանյանը, որ Civic-ում եք աշխատում, վարձատրվում եք, բա ինչ եք անում այնտեղ։ Չեք աշխատում, բա ինչ եք անում։ Այդ նույն տրամաբանությունն է, որ դուք հիմա ինձ ասեք, որ ես աշխատում եմ Չէ, դուք այնտեղ Հիսուս Քրիստոս, 5-րդ տալիքում կամ ՀԺ-ում կամ H2-ում կամ Tribune AM-ում եւ այլն։ Դրանք տարբեր բաներ են։ Տարբեր բաներ չէ, Տարբեր բաներ են։ Ես աշխատում եմ բարձրացնում եւ ես գրանցված չեմ որպես աշխատող։ Ինչու կարիք առաջացավ ոդկասթի ձեր խոսքը ասելիքը։ Այ լավ հարցեր եք տալիս։ Այո, ասեմ։ Չէ, ասեմ ինչի ոդկասթի կարիք առաջացավ։ Ես զգացի, որ երբ որ ջեպազրույց եմ տալիս ձեզ բոլորիդ, դուք րոպեն, ասենք, չգիտեմ, 16 հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք եւ չեք թողում պատասխանեմ։ Կամ սկսում եք մի վայրկյան, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, կարելի է բանավեճային ֆորմատով զիջել, բայց ես զգացի, որ դուք շատ եք դժվարացնում իմ մտքերն արտահայտելը, որովհետեւ ընդհատում եք ինձ։ Հետո պարոն Ալեքսանյանը ինձ խոստացավ, որ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա, որ չեմ ընդհատի։ Բայց այդ ֆորմատը չի, որտեղ եթե մենք սուր հարցեր ուզենք, մենք գալիս ենք ստեղ, տեսնում եք, չեմ խոսապում բացարձակ ձեզնից։ Բայց վերջին հարցը էլի խնդրեմ։ Վերջին երկու հարց։ Որտեղ տինիստ վարեմ։ Լրատվամիջոցների հետ կապված ասացի Քերմինեի հարցին պատասխանելիս, որ դուք ազատ եք որպես լրագրող, լրատվամիջոց ունենալու ձեր կարծիքը, բայց չգիտեմ ինչի ստատուսներ եք գրում, որ պարսավանքի արժանի այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակեր սրիկայի, նախ դուք ինքներդ կարգել եք մարդուն արդեն կաշառակեր սրիկա առանց դատական ակտի ու նշել եք հրապարակի խմբագրի Արմինե Օհանյանի անունը։ Սա ինչ է, եթե ոչ լրատվամիջոցներին թիրախավորում, քննադատություն է։ Պաշտոնյայի կողմից։ Շատ լավ։ Հիմա արագ խնդրում եմ մի ընդհատեք, որտեղ պետք է գնամ նիստ հասցնեմ պատասխանեմ։
սիրելի ռիփսի մեջ լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է։ Օրինակ, երբ որ ինչա, լրագրողին ծեծել են տալիս։ Օրինակ, երբ որ լրագրողին վրա գործ են կարում, նստացնում են։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մտնում են մի վարքան, մտնում են խմբագրություն, ինչ ասեմ, համակարգիչները արգրավում են։ Երբ որ, չէ, ոչ միայն ֆիզիկական, ասում եմ, երբ որ դատում են եւ այլն։ Իմ ասածը, քննադատություն է, սովորեք քննադատությանը։ Բոլորը վիրավորանք չես, ոչ ոքի չէ վիրավորանք։ Դե հիմա ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար եւ դա վիրավորանք չի։ Հաջորդ երկրորդ հարցը։ Ոնց է ստացվում, որ կաթողիկոսի հետ կապված այդ հայտնի ձայնագրությունն է, այսպես ասած, ուտեչկա է կանում Կարուն Չախոյանի հետ կապվող Median News AM։ Ես ոչինչ ուտեչկա չեմ անում։ Դուք չեք արել դա։ Բա ոնց է լինում, որ հենց այդ լրատվամիջոցի միջոցով։ Չգիտեմ, իսկ ոնց են լինում, որ տարբեր ստահոդ լուրեր սպրդում են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում որոշ լրատվամիջոցներով, որի ներկայացուցիչներից դե խոսքը գաղտնալսման, գաղտնի ձայնագրման մասին է։ Բայց դուք ինչ գիտեք, ով է դա գաղտնած լսել, ով է ձայնագրել դա։ Դուք գիտեք, ես չգիտեմ։ Ոնց է, որ Նաթան Սրբազանի Ասում եմ, ով է ձայնագրել, դու դա գիտեք։ Դուք պիտի իմանաք։ Բա ես էլ չգիտեմ։ Ես մամուլում եմ տեսել։ Հա ինչ անեմ։ Ինչ, այսինքն ցանկացած, եթե դուք վաղը ինչ որ մեկին գաղտնալ լսեք, ես եմ դրա համար պատասխանատու։ Հասկանով ավարտենք, շնորհակալ եմ։ Հարցը պետական գաղտնալսման մասն է։ Ո՞վ ասեց, որ պետական գաղտնալսում է։